Ինչու վճարել 300,000-ից մինչև 1 միլիոն դրամ, որպեսզի սովորեք թրեյդինգ անծանոթ մարդկանցից, եթե կարելի է սովորել անվճար թրեյդինգ Պավլե Մկրտչյանի հետ։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեզ հետ է Պավլե Մկրտչյանը, ով որ ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Այսօրվա վիդեոյի ընթացքում ես ձեզ կբացատրեմ ամբողջ թրեյդինգը, որպեսզի դուք սկսեք արդեն իսկ գումար վաստակել։ Իսկ մինչ այդ ես ձեզ կցուցադրեմ իմ երկու գործարքները։ Այս գործարքների ընթացքում ես վաստակում եմ 72,000 դրամ ընդհանուր 4 րոպեում։ Այսօր մենք կամփոփենք մեր նախորդ 3 դասերը թրեյդինգի վերաբերյալ, եւ ես ձեզ կբացատրեմ ընդհանուր թրեյդինգը մեկ վիդեոյի ընթացքում։ Ովքեր չգիտեն, մենք աշխատում ենք երկու կայքերի օգնությամբ, մեկը Pocket Option-ն է, որի օգնությամբ մենք կատարում ենք գնում կամ վաճառք եւ աշխատում մեր գումարը, եւ TradingView կայքը, սա համաշխարհային կայք է, որի օգնությամբ մարդիկ կատարում են վերլուծություն եւ դրանից հետո արդեն կատարում են trade տարբեր կայքերի միջոցով։ Ես կատարում եմ trade Pocket Option-ի միջոցով, արդեն իսկ 2.5 տարի է ես աշխատում եմ Pocket Option կայքի միջոցով եւ խորհուրդ եմ տալիս ձեզ նույնպես աշխատել Pocket Option կայքի միջոցով։ Եթե չեք վստահում Pocket Option կայքին եւ ուզում եք փորձարկել ուրիշ կայքեր, ապա գնացեք ուրիշ կայքեր փորձարկեք։ Բայց եթե ուրիշ կայքերում դուք կորցնեք ձեր գումարը կամ այդ կայքը չթողնի, որ դուք դուրս հանեք ձեր վաստակած գումարը, չգաք եւ չասեք Պավլե, ինչու մեր գումարը չեն տալիս մեզ։ Եվ այդ խնդիրներից խուսափելու համար ես ձեզ խորհուրդ եմ տալիս ինձ ծանոթ կայքով կատարեք trade։ Եթե ուզում եք գրանցվել Pocket Option կայքում, ապա հղումը կլինի կոմենտների բաժնում, քանի որ ալիքը նորաստեղծ է, հələ որ ապիսանիայի բաժնում չենք կարող տեղադրել հղում։ Վերջ, եկեք արդեն տեղափոխվենք TradingView կայք եւ սկսենք ընդհանուր թրեյդինգի ուսուցումը։ Ովքեր չգիտեն, այսօր կիրակի է եւ շաբաթ եւ կիրակի օրերը մեր թրեյդինգի գրաֆիկը չի աշխատում, քանի որ ազատ օրեր են։ Այո, թրեյդինգում էլ կան ազատ օրեր, այդ օրերի ընթացքում դուք չեք կարող կատարել թրեյդինգ։ Բայց դա չի խանգարի, որպեսզի ես ձեզ բացատրեմ թրեյդինգը լրիվությամբ։ Եթե դուք ուզում եք գումար վաստակել թրեյդինգում, ապա ասեմ, որ թրեյդինգը ունի 4 հիմնական մասեր, որոնք են այդ 4 հիմնական մասերը։ Առաջին մասը մեր մոմային վերլուծությունն է։ Ինչ են իրենից ներկայացնում մոմերը։ Մոմերը մեր այս կանաչ եւ կարմիր գծիկներն են։ Եթե դուք տեսնում եք այս մոմերը, ապա կանաչ մոմերը դա գնորդներն են, իսկ կարմիր մոմերը դա վաճառողներն են։ Կանաչ մոմերը դրանք բարձրացող մոմերն են, իսկ կարմիր մոմերը դրանք ցածրացող մոմերն են։ Ինչպես են առաջանում այս մոմերը, եթե այս պահին ավելի շատ են գնորդները, ապա առաջանում է կանաչ մոմ։ Եթե հաջորդ պահին ավելի շատ են վաճառողները, ապա առաջանում է կարմիր մոմ։ Եվ ես տարբերում եմ երկու տեսակ այս մոմերից։ Եկեք ես նկարեմ եւ ցուցադրեմ ձեզ։ Մենք ունենք երկու տեսակի մոմ։ Առաջինը դա մեծ մոմն է, որը որ չունի ստվերներ կամ եթե ունի ստվեր, ապա շատ փոքր են ստվերները։ Ստվերները այս փոքրիկ գծիկներն են։ Եկեք ցուցադրեմ ձեզ։ Այս փոքրիկ գծիկները սրանք ստվերներն են։ Եթե մեր մոմը մարմինը մեծ է եւ ստվերները փոքր է կամ ընդհանրապես ստվեր կարող է չունենալ, ապա մեր մոմը ուժեղ է։ Սա ուժեղության նշան է։ Եթե ունենք երկրորդ մոմ, որը որ փոքր մարմին ունի եւ մեծ ստվեր, ապա սա թույլ մոմ է։ Սա թուլության նշան է։ Եվ այսպես ես առանձնացնում եմ երկու տեսակի մոմեր։ Առաջինը մեծ մարմնով եւ փոքր ստվերներով մոմը, որը որ շատ ուժեղ է, եւ երկրորդ մոմը, որը որ մարմինը փոքր է, իսկ ստվերը մեծ է։ Սա առաջին մասը կապված թրեյդինգի հետ։ Անցնենք երկրորդ մասին։ Ինչ է իրենից ներկայացնում տեխնիկական վերլուծությունը։ Բացելով մեր գրաֆիկը, մենք պետք է հասկանանք, թե դեպի որ կողմ է ուղղված մեր գինը։ Այս
տարբերակում մեր կինը իջնում է ներքև։ Բոլորս էլ կարող ենք նայել մեր աչքերով եւ հասկանանք, որ գրաֆիկը ներքև է իջնում, այլ ոչ թե բարձրանում է։ Եվ մենք կարող ենք եզրակացնել, որ այստեղ իջնող թրենդ է։ Թրենդը դա ուղղությունն է։ Եթե իջնում է ներքև, ուղղվածությունը դեպի ներքև է, ապա մեր մոտ իջնող թրենդ է։ Սա մեր երկրորդ կարևոր մասն էր կապված թրեյդինգի հետ։ Երրորդ մասը թրեյդինգի կայանում է նրանում, որ մենք պետք է նշենք մեր դիմադրության և աջակցման հատվածները։ Դիմադրության և աջակցման հատվածները մենք նշում ենք մեր մոմերի, մարմնի և ստվերների կանգ առած հատվածներով։ Եկեք ցուցադրեմ ձեզ։ Կանգ առած հատվածները, սրանք հատվածներն են, այսինքն այս կանգ առած հատվածները մեր հատվածներն են։ Թողնելով այս վերևի հատվածը, որից որ սկսվել է մեր իջնող թրենդը, ես ուզում եմ իջնել ներքև և նշել նույնպես ներքևում հատված։ Քանի որ մեր գրաֆիկը չի շարժվում և վերջացել է այստեղ, ապա ես կնշեմ ամենաներքևի հատվածները, մարմնի և ստվերի։ Մեր գնի վերևում գտնվող հատվածը դա դիմադրության հատվածն է, իսկ ներքևում գտնվող հատվածը դա աջակցման հատվածն է։ Ինչու ենք մենք ասում դիմադրության և աջակցման հատվածներ։ Եկեք ցուցադրեմ ձեզ։ Եթե մեր կինը իջել է արդեն ներքև և բարձրացել հասել է մինչև այս հատվածը, այստեղ նա ստացել է դիմադրություն և չի կարողացել անցնել դեպի վերև և իջել է դեպի ներքև։ Իսկ ինչու չի կարողացել բարձրանալ վերև, դուք կհասկանաք մի քանի րոպե հետո։ Նա ստացել է դիմադրություն և իջել է ներքև, և այդ իսկ պատճառով մենք ասում ենք սա դիմադրության հատված, գնի վերևում գտնվող հատվածը դիմադրության հատված է։ Եկեք ցուցադրեմ ձեզ աջակցման հատվածը։ Եթե կինը իջնում է ներքև և հասնում է այս հատվածին և ուժեղ է մեր աջակցման հատվածը, ապա կինը պետք է հետ գնա և բարձրանա վերև։ Այսինքն ստանում է աջակցություն և բարձրանում է վերև։ Քանի որ այս պահին գրաֆիկը արդեն կանգ է առել, մենք չենք կարող այս պահին տեսնել իջնելու է ներքև, թե բարձրանալու է վերև։ Բայց սիրելի նոր սկսնակ թրեյդերներ, այս ամենաներքևում գտնվող հատվածը և ամենավերևում գտնվող հատվածը սրանք մեր գլխավոր հատվածներն են, որից որ սկսվել է մեր իջնող թրենդը և որով որ վերջացել է մեր իջնող թրենդը։ Բայց մենք շատ ունենք հատվածներ, եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Մենք ունենք տարբեր հատվածներ, որոնք որ գտնվում են այս վերևի դիմադրության և ներքևի աջակցման հատվածների մեջտեղում։ Ուղղակի, որից որ սկսվել է և որով որ վերջանում է, դրանք գլխավոր են, իսկ այս մեջտեղում գտնվող հատվածները սրանք երկրորդական են։ Մեր կինը հիմա գտնվում է այստեղ, և եթե մենք ուզում ենք կատարել թրեյդ, ապա մենք պետք է նշենք մոտակայքում գտնվող հատվածները։ Մենք չենք կարող բարձրանալ և որպես դիմադրության հատված նշել այս վերևի հատվածը, քանի որ մեր կինը գտնվում է արդեն իսկ շատ ներքևում։ Այս պահին մեր դիմադրության հատվածը սա է, իսկ աջակցման հատվածը այս ներքևի մեր գլխավոր հատվածն է։ Սա էլ մեր երրորդ մասն էր կապված թրեյդինգի հետ։ Կա նաև չորրորդ մաս կապված ծավալների հետ, նույն ինքը աբիոմները, որոնք որ գտնվում են ներքևում։ Եթե դուք նկատել եք, ապա ամեն մոմ ունի իր ներքևում գտնվող ծավալը։ Ծավալը դա նույն ինքը էներգիան է։ Եթե մեր ծավալները բարձր են, միջինից բարձր են, ապա մեր մոմը ուժեղ է, իսկ եթե միջինից ցածր է, ապա մեր մոմը թույլ է։ Ինչպես մենք հասկանանք միջինից բարձր է թե ցածր, մենք պետք է մեր ուղեղում պատկերացնենք այս ծավալների բարձրությունը և գծենք մեր միջինը և այս միջինից վերև գտնվող ծավալները բարձր են, իսկ ներքևում գտնվող ծավալները ցածր են։
Հիմա ես կհամախմբեմ այս 4 մասերը trading-ի եւ մենք կկատարենք վերլուծություն։ Սիրելի նոր սկսնակ տրեյդերներ, այս ամեն ինչը ես բացատրել եմ մանրակրկիտ նախորդ 3 վիդեո դասերի ընթացքում։ Եթե սա մի քիչ ծավալուն էր, ապա դուք կարող եք միացնել նախորդ վիդեո դասերը եւ ավելի մանրակրկիտ հասկանալ կապված այս 4 մասերի հետ։ Հիմա ես կհամախմբեմ այս բոլոր մասերը եւ կկատարեմ ընդհանուր վերլուծություն։ Եկեք դիտարկենք այս մասը։ Համարենք, որ այս կարմիր մոմերը չկա։ Համարենք, որ գինը հասել է այստեղ եւ մենք պետք է կողմնորոշվենք, թե ուր կգնա մեր գինը։ Կբարձրանա վերև, թե կիջնի ներքև։ Ինչպես հասկանանք կբարձրանա վերև, թե կիջնի ներքև։ Եկեք չմոռանանք, որ ընդհանուր սա մեր իջնող տրենդն է, ուղղակի ես մոտեցրել եմ այս գրաֆիկի հատվածը, այդ իսկ պատճառով չի երևում, որ սա իջնող տրենդ է, բայց դուք հիշեք, որ սա իջնող տրենդն է։ Մենք եկել ենք եւ հասել ենք հատվածի։ Եկեք նշեմ այս հատվածը։ Հատվածը ես նշում եմ մեր մոմերի, մարմնի եւ ստվերների կանգ առած հատվածներով։ Եկեք ցուցադրեմ։ 1 կանգ առ, 2 կանգ առ, ստվերի 3-րդ կանգ առ, մարմնի կանգ առ, մարմնի կանգ առ, մարմինների կանգ առ, ստվերի կանգ առ եւ այստեղ իսկ կանգ առ։ Հասնելով այս հատվածի, ինչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք մոմ, որը որ ունի փոքր մարմին եւ ունի մեծ ստվեր։ Հիշելով մեր դասը, մենք գիտենք, որ եթե մարմինը փոքր է եւ ստվերը մեծ է, ապա մեր մոմը թույլ է։ Նայելով ներքևում գտնվող ծավալին, ծավալը գնալով փոքրանում է։ Նայեք։ Այս կանաչ մոմերը ծավալը գնալով ավելի ու ավելի է փոքրանում։ Ավելի փոքր է եւ փոքր է։ Ընդհանուր ծավալը փոքրանում է։ Սա նույնպես թուլության նշան է։ Այսինքն այս կանաչ մոմերը, որոնք որ բարձրացան եւ հասան այս հատվածին, նրանք արդեն թույլ են եւ մեր այս իջնող տրենդը, որը որ իջնող էր, հասնելով այս հատվածին, մեր վաճառողները սկսում են ճնշել եւ մենք նորից իջնում ենք դեպի ներքև։ Եկեք ես ավելի մեծացրած տարբերակով ցուցադրեմ, բարձրանում է վերև եւ իջնում է ներքև։ Մեր տրենդի ուղղությամբ։ Առաջին հերթին սիրելի իմ նոր սկսնակ տրեյդերներ, եթե դուք բացել եք գրաֆիկը, ուշադրություն դարձրեք, թե դեպի որ կողմ է ուղղված ձեր տրենդը։ Եվ միշտ հիշեք, որ հիմնականում մենք պետք է մուտք գործենք այն կողմ, որ ուղղված է մեր տրենդը։ Նույնիսկ կա այդպիսի խոսք, տրենդը ձեր ընկերն է։ Այսինքն, մենք պետք է հիմնականում տրենդի ուղղությամբ կատարենք մուտք։ Եվ բացելով գրաֆիկը մենք տեսնում ենք, որ սա իջնող տրենդ է։ Հասկանալով, որ իջնող տրենդ է եւ տեսնելով, որ ամեն անգամ բարձրանում է եւ իջնում է, բարձրանում է եւ իջնում է, բարձրանում է եւ ինչ պետք է անի։ Պետք է իջնի։ Առավելապես, երբ որ հասնում է հատվածի, մոմը թույլ է, մեծ ստվերով ծավալը։ Փոքրացող է եւ մենք արդեն իսկ եզրակացնում ենք, որ պետք է իջնենք դեպի ներքև։ Այսքանը կապված ընդհանուր տրեյդինգի հետ։ Սիրելի իմ նոր սկսնակ տրեյդերներ, արդեն մյուս վիդեոյի ընթացքում մենք կկատարենք գործարք եւ կփորձենք գումար վաստակել միասին։
Եթե դուք չկարողացաք միանգամից յուրացնել, ապա նայեք նախորդ 3 վիդեո դասերը, որտեղ այս ամեն ինչը ես բացատրում եմ ավելի մանրակրկիտ։ Եթե նույնիսկ այդ 3 վիդեո դասերը նայելուց հետո էլ չհասկացաք, ապա մի վախեցեք, որովհետև մենք կատարելու ենք հարյուրավոր եւ հազարավոր ռեալ գործարքներ, որտեղ ես այս ամեն ինչը նորից ու նորից ձեզ մանրակրկիտ բացատրելու եմ, թե ինչու ես այստեղից կատարեցի վաճառք եւ իջա դեպի ներքև։ Սա կապված ընդհանուր պրակտիկ թրեյդինգի հետ։ Ընդհանուր առմամբ թրեյդինգը շատ լայնածավալ ոլորտ է, բայց այս 4 մասերը ամենակարևորն են, որպեսզի դուք կարողանաք արդեն իսկ պրակտիկորեն գումար վաստակել։ Ովքեր տեղյակ չեն, մենք ունենք բաց Telegram-յան ալիք, որտեղ որ ես ամեն օր տեղադրում եմ նորություններ կապված ալիքի վիդեոների հետ, կապված իմ գործարքների հետ եւ կապված ընդհանուր թրեյդինգի հետ։ Հետևեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր նորություն կապված թրեյդինգի եւ այս ալիքի հետ։ Հետագայում մենք ունենալու ենք փակ Telegram-յան ալիք, որը որ չի լինելու վճարովի, այլ լինելու է միայն այն մարդկանց համար, ովքեր որ մեր հղումով գրանցվելու են Pocket Option կայքում, որը որ կլինի կոմենտների բաժնում։ Ինչ կստանաք հայտնվելով այդ փակ Telegram-յան ալիքում։ Դուք կկարողանաք իմ հետ միասին եւ միաժամանակ կատարել ռեալ գործարքներ։ Այսինքն այն գործարքը, որ կատարում եմ ես, դուք կկարողանաք իմ հետ միասին կատարել եւ գումար վաստակել։ Եթե դուք ուզում եք արդեն իսկ մեկ քայլ առաջ լինել մնացած նոր սկսնակ թրեյդերներից, ապա գրանցվեք մեր հղումով Pocket Option կայքին։ Ովքեր որ չեն ուզում գրանցվել Pocket Option կայքում, դուք կարող եք կատարել trade ուրիշ կայքերում։ Ես սովորեցնում եմ TradingView կայքի միջոցով եւ դուք կարող եք կատարել trade ուրիշ կայքերի օգնությամբ, բայց ես վստահում եմ Pocket Option-ին եւ ես ձեզ խորհուրդ եմ տալիս Pocket Option կայքը։ Եվ որpիսի դուք գտնեք օրիգինալ Pocket Option կայքը, հղումը կլինի կոմենտների բաժնում։ Նախորդ վիդեոյի ընթացքում ինչ որ մեկը գրել էր, որ եթե ուզում ես մենք քեզ հավատանք, ապա ցույց տուր, թե ինչպես ես դու գումար համալրում եւ ինչպես ես գումար հանում։ Սիրելի իմ դիտորդներ կամ հետևորդներ, ես չգիտեմ ցուցադրելու եմ արդյոք իմ գումարը թե ոչ հանելը։ Ուղղակի կասեմ, որ իմ գումարների քանակը դա իմ անձնականն է եւ ես ոչ մի պարտավորվածություն չունեմ ձեզ ցուցադրելու, թե ինչքան գումար եմ ես աշխատում եւ հանում Pocket Option կայքից։ Ես ձեր առաջ պարտավորվածություն չունեմ, քանի որ դուք ինձ ոչ մի գումար չեք վճարել, որպեսզի ես ձեզ ինչ-որ բան համոզեմ կամ սովորեցնեմ։ Ես սովորեցնում եմ անվճար թրեյդինգ։ Ովքեր հավատում են եւ ուզում են իմ նման գումար վաստակեն, թող սովորեն եւ վաստակեն։ Ովքեր չեն հավատում, ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ։ Կարող եք չհավատալ եւ շարունակել գնալ ձեր աշխատանքին։ Բայց այն մարդիկ, ովքեր որ ուզում են զբաղվել թրեյդինգով, ուզում են սովորել թրեյդինգ, հետևեք այս ալիքին, սովորեք ռեալ թրեյդինգ եւ շատ շուտով դուք կսկսեք կատարել արդեն իսկ ձեր պրակտիկ գործարքները։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր որ օգնում են, որպեսզի զարգանա մեր ալիքը։ Եթե մենք հասնենք հաջողության եւ զարգացնենք այս ոլորտը մեր Հայաստանում, դա կլինի մեր բոլորի հաղթանակը։ Բոլոր իմ դիտորդներից եւ հետևորդներից ես շնորհակալ եմ։ Դուք բաժանորդագրվելով, լայքելով, կոմենտ գրելով շատ մեծ եւ ազգանվեր գործ եք կատարում, քանի որ մենք ուզում ենք զարգացնել թրեյդինգի ոլորտը Հայաստանում եւ տեսնելով թե ինչպիսի մեծ գումարներով են սովորեցնում թրեյդինգի ոլորտը, ես շատ եմ չղայնանում, քանի որ ես ժամանակին ուզեցել եմ սովորել թրեյդինգ եւ չեմ կարողացել ինձ թույլ տալ այդպիսի գումարներ վճարել եւ սովորել թրեյդինգ, առավելապես այն մարդկանց մոտ, ում ես չեմ ճանաչում։ Մոտավորապես 3 տարի առաջ ես ուղղակի երազում էի այսպիսի ալիքի մասին, որ լիներ գոնե ինչ-որ մի մարդ, ով կկարողանար YouTube-ում անվճար սովորեցնել թրեյդինգ եւ ոչ միայն սովորեցնել, այլ պրակտիկ գործարքներ ցուցադրել։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի բացեմ
YouTube-յան ալիք եւ անվճար սովորեցնել իմ նման մարդկանց։ Մաղթում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։